Ինչ կարող է տեսնել մարդը, որից հետո նրա շուրթերը փակվում են 20 տարով։ Մենք սովոր ենք լսել Կոմիտասի հանճարեղ մեղեդիները, բայց քչերը գիտեն նրա լռության սարսափելի գինը։ Գիտությունը դա անվան է շիզոֆրենիա, բայց իրականությունն ավելի խորն է եւ ավելի ցավոտ։ Այսօր մենք կբացահայտենք Կոմիտաս վարդապետի լռության իրական առեղծվածը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոմիտասը ձերբակալվեց եւ քշվեց դեպի մահվան ճանապարհը։ Նա տեսավ, թե ինչպես են նվաստացնում ու սպանում իր ընկերներին։ Մի դրվագում նա երգեց Տեր ողորմյա, կանգնած մահվան դեմ հանդիման։ Բայց գիտեք, որ նրա հոգեկանը փլուզվեց ոչ թե վախից, այլ այն տեսարանից, որ երաժշտությունը այլևս չի կարող փրկել աշխարհը։ Թուրք ժանդարմի մի հարվածը դարձավ վերջին կաթիլը։ Նա վերադարձավ աքսորից, բայց նրա հոգին մնաց չանգրի ճանապարհին։ Այս պատմությունը ոչ միայն Կոմիտասի մասին է, այլ մեր ազգի վիրավոր հոգու։ Եթե ուզում եք իմանալ մեր պատմության այնպիսի էջերի մասին, որոնց մասին սովորաբար լռում են, ապա հենց հիմա միացեք Արգան բլոգին եւ լայքեք այս տեսանյութը։ Բաժանորդագրվեք, որ միասին գտնենք մեր լռության պատասխանները։ Ժամանակակից հոգեբուժները պնդում են, Կոմիտասը խենթ չէր, նա ուներ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Նրա լռությունը գիտակցված ընտրություն էր։ Բժիշկները զարմանում էին։ Նա հիշում էր եկեղեցական բոլոր տոները, ճանաչում էր այցելուներին, բայց հրաժարվում էր խոսել մի աշխարհի հետ, որը թույլ տվեց այսպիսի ոճիշ։ Նա մահացավ Փարիզում, բայց ոչ թե հոգեկան հիվանդությունից, այլ վատ կոշիկների պատճառով ստացած վարակից։ Հանճարը, ում ոչնչացրեց աշխարհի անտարբերությունը։ Կոմիտասի լռությունը մեզ ուղղված հարց է։ Արդյոք մենք լսում ենք նրան այսօր։ Նա չլռեց, նա պարզապես տեղափոխվեց մի տեղ, որտեղ միայն երաժշտությունն է խոսում։ Մնացեք Արգան բլոգի հետ բացահայտելու մեր ինքնության իրական գույները։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր, կհանդիպենք։